Բերլինում երկօրյա բանակցությունների արդյունքում Միացյալ Նահանգներն, Ուկրաինան եւ Եվրոպան մշակել են անվտանգության երաշխիքների 6 կետանոց փաթեթ, որով Արևմուտքը պարտավորվում է մշտապես ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, իսկ երկրի վրա հարձակման դեպքում արձագանքել ռազմական, հետախուզական, տնտեսական եւ այլ միջոցներով։ Առաջարկով ԱՄՆ-ի աջակցությամբ եւ Եվրոպայի ղեկավարմամբ Ուկրաինայի դաշնակիցները կձևավորեն բազմազգ ուժեր, որոնք կարող են գործել Ուկրաինայում, որը խաղաղ ժամանակ կարող է մինչեւ 800,000 զորք ունենալ, մոտ 100,000-ով պակաս, քան հիմա։ ԱՄՆ-ի գլխավորությամբ եւ դաշնակիցների մասնակցությամբ նաեւ կստեղծվի հրադադարի մշտադիտարկման մեխանիզմ։ Ուկրաինայի վերակառուցման համար ներդրումներ կարվեն, այդ թվում Ռուսաստանի կողմից։ ԵՄ-ում ռուսական ակտիվները կմնան սառեցված, դաշնակիցները կաջակցեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահն ասել է, որ շատ մոտ են անվտանգության ամուր երաշխիքներ ստանալուն, որոնք նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, երբ դաշինքի անդամները պարտավորվում են օգնել հարձակման ենթարկված անդամին։ Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հիմա կան թղթի վրա առաջարկներ, որոնք իրականություն կդառնան, երբ ԱՄՆ կոնգրեսը հաստատի դրանք։ Տարածքների զիջումը մնում է ցավոտ հարց, ասել է նա, վստահություն հայտնելով, որ ԱՄՆ-ն կօգնի փոխզիջման հասնել։ Вважаю, що питання території, воно Կարծում եմ, որ տարածքների հարցը ցավոտ է, քանզի Ռուսաստանը ցանկանում է այն, ինչ ցանկանում է, եւ մենք չենք կարող առաջ շարժվել, քանզի սա երկար երկխոսություն է։ може хтось не вірити в це, але ми чітко знаємо. Գերմանիայի կանցլերն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անվտանգության գերազանց երաշխիքներ է առաջարկել եւ իրական խաղաղությունն այժմ ավելի մոտ է, քան երբևէ եղել է պատերազմի սկսվելուց հետո։ Ըստ Ֆրիդրիխ Մերցի գլխավոր հարցը մնում է տարածքների զիջումը, որը բացառապես Ուկրաինայի որոշելիքն է։ Die Antwort darauf kann nur das ukrainische Volk. Այս հարցի պատասխանը կարող են տալ միայն ուկրաինացի ժողովուրդն ու Ուկրաինայի նախագահը։ Այստեղ եւս լիովին համաձայն ենք։ Ուկրաինան կորոշի տարածքային նման զիջումների հարցը։ Sein Territorium in nun bald 4 Jahren unter großen Opfern. Բերլինում իրական եւ կոնկրետ առաջընթաց է գրանցվել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ իր հերթին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Կիևի, Վաշինգտոնի եւ Եվրոպայի գործողությունների համաձայնեցումն է երկարատև խաղաղության հասնելու բանալին, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Եվրոպացի պաշտոնյան եւս շեշտել է տարածքների հարցում որոշում պետք է կայացնի Ուկրաինան։ Անվտանգության այս երաշխիքները պետք է հիմնված լինեն անսասան սկզբունքների վրա։ Մենք կհարգենք որոշումները, որ Ուկրաինան կկայացնի իր համար։ Տարածքների վերաբերյալ որոշումները պետք է կայացնի Ուկրաինան եւ միայն Ուկրաինան։ Decisions on territories are for Ukraine to take and Ukraine alone. ԱՄՆ նախագահը Զելենսկիի եւ եվրոպացի մի շարք առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո իր հերթին հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների մասով աշխատում են Եվրոպայի հետ, որը նրա խոսքով հսկայական աջակցություն է ցուցաբերում եւ մեծ դեր կխաղա Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու հարցում։ Դոնալդ Թրամփը շեշտել է, խաղաղության գործարքը հիմա ավելի մոտ է, քան երբևէ։ And I think we're closer now and they will tell you that Կարծում եմ մենք հիմա ավելի մոտ ենք գործարք կնքելուն։ Քանիցս զրուցել եմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ եւ կարծում եմ, որ մենք հիմա ավելի մոտ ենք, քան երբևէ եղել ենք։ And I think we're closer now than we have been ever. We are on the verge of resolving this terrible crisis. Ռուսաստանի փոխարգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ամերիկյան ABC News-ին ասել է, թե գրեթե վստահ է, որ ճգնաժամի հանգուցալուծման շեմին են։ Ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում էլ ասել է, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը եւ պատրաստ չէ տարածքային որևէ զիջման։ Կրեմլի խոսնակն ասել է, որ դեռ ծանոթ չեն անվտանգության երաշխիքների նոր փաթեթին, իսկ Սուրբ Ծնունդին հրադադար հաստատել է, ինչպես խնդրել է Ուկրաինան, կախված կլինի նրանից, թե արդյոք խաղաղության համաձայնագիր կկնքվի, թե ոչ։